Բարյոր, ես եմ շնորհակալ։ Ավանդույթն է ասում, ամեն երկուշաբթի մեր տաղավարից խոսում ենք կարևոր թեմաների մասին եւ այսպես։ Ձեր հետագում պատկերն է, թե ինչ տեղի ունեցավ Կիրակի օրը Հովանավանքում, ըստ էության ձախողվեց եւ խայտարակվեց այս իշխանությունը, դրա համար ասում եմ դուբլ 2։ Պետք է հաջորդ Կիրակի եւս Փաշինյանը հայտարարել է, որ գնալու են, էլի։ Խնդրեմ, ինչ տեսանք մենք Հովանավանքում, համեցեք։ Այնինչ տեղի ունեցավ երեք Հովանավանքում, դա այս իշխանության պրավալն էր, այդքան գովազդից, այդքան ահաբեկումներից, նման վարչական ռեսուրսից հետո Հովանավանքի պղծությանը մասնակցում էր մոտավոր հաշվարկներով մինչև 600 մարդ, որոնց գերակշիռ մեծամասնությունը Նիկոլի պատգամավորներն էին, Նիկոլի նախարարներն էին, քաղաքապետարանից անգամ Երևանի քաղաքացիական պայմանագրի անդամներն էին, Նիկոլի հավատավոր գեյ մատուցողներ եւ Նիկոլի արու քաղաքապետներ, այսպիսով այնինչ տեղի ունեցավ Հովանավանքում այդ պղծությունը, դա այս իշխանության պրավալն էր, Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ իր թիկունքում մարդ չկա։ Խայտարակություն էր տեղի ունեցածը նաև կրոնական առումով, սա նշանակում է հոգևոր իշխանության ուզուրպացիա մի մարդու կողմից, որը սահմանադրությամբ դրա իրավունքը չունի, եւ սեփական պրավալը թաքցնելու համար Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ արած են Կոկա-կոլայի նման կրկին փորձիր եւ այս երկող Կիրակի եւս պատրաստվում է զավթել Օհանավանը վատ լուր ունեմ Նիկոլ Փաշինյանի համար, ես չեմ տալու անուններ պատգամավորների, բարձրաստիճան ԿՊ-ականների, նրանց Նիկոլի մսաղացի մեջ չգցելու համար, բայց մի քանի հոգևորականներ փոխանցել են, որ այդ պղծությունից հետո անգամ որոշ ԿՊ-ականներ տուն չեն մտել, այսինքն գտել են, որ իրենք պղծված իրավունք չունեն մտնելու տուն եւ գնացել են տարբեր հոգևորականների մոտ մեղքերի թողություն ստանալու, հասկանում ես Նիկոլ, ինչքան էլ քշում ես հոտի սկզբունքով բռնի ուժով մարդկանց բերում ես, որ քո պղծությանը մասնակցեն, քո թիմի հենց այն անդամները, ովքեր կամերաների առաջ արդարացնում էին պղծությունը, հենց նրանցից են գնացել մեղքերի թողություն ստանալու, բայց չի ներվելու ձեզ, ինչքան էլ գնաք պղծության մասնակցեք եւ հետո գնաք մեկ այլ հոգևորականի մոտ մեղքերի թողություն ստանաք ասելով ինչ անենք, բոլորիս պարտադրել են, միևնույն է, այդ պղծությունը մնալու է ձեզ վրա ավելին Առավոտյան խոսում էի մի հոգևորականի հետ եւ նա ասաց, որ Հովանավանքի խորանը այլևս պղծված է, որովհետեւ այդ արարողությունը պղծության անցկացրել է կարգալույց եղած, այսինքն հերձվածող Ստյոպիկը, որը դրա իրավունքը չունի եւ Հովանավանքը փրկելու համար 7 օր գինիով եւ մյուրոնով պիտի լվանալ խորանը, որից հետո Հովանավանքը վեհափառի կողմից նորից պիտի օծվի, ես հավատում եմ, որ գալու է այդ օրը եւ յուրաքանչյուրս մասնակցելու ենք պղծված խորանի մաքրազարդմանը, որովհետև այն ինչ տեղի է ունենում հիմա Հովանավանքում եւ տեղի կունենա վաղը կամ մյուս օրը, կլինի դա կնունք, հարսանիք, ցանկացած արարողություն, դա ըստ էության չեղարկված է համարում, դա ըստ էության համարվում է տեղի չունեցած, պսակադրությունը դա համարվում է պսակադրություն չեղած, կնունքը համարվում է երեխան չկնքված, որովհետև կարգալույց եղած Ստյոպիկը իրավունք չունի այլևս հոգևոր որևէ արարողություն իրականացնելու, կրկնում եմ, Հովանավանքի երեկվա պղծությունը պրավալ էր եւ ամբողջ ռեսուրսը վարչական գործի դնելով բոլոր փոխնախարարներին, նախարարներին, որոնց մեջ անգամ Ռեյմա աղանդի ներկայացուցիչը եկել էր
այդ պղծությանը, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ 600-ից ավելի մարդ հավաքել եւ այնտեղ գերակշիռ մեծամասնությունը ոստիկաններն էին եւ ինչպես պատմում են օհանավանցիները, այնտեղ օհանավանցի շատ քիչ մարդ կար, գերակշիռ մեծամասնությունը ավտոբուսներով, հատկապես սադրիչները բերված էին տարբեր համայնքներից, այնպես որ Նիկոլ, ինչպես Կոկա-կոլան, կրկին փորձիր։ Սա ուրեմն այս մասով Բայց մենք նաև տեսանք կադրերը, ինչպես Սուրբ Գիրքը խլում է։ Այո, մենք տեսանք, որ Հայաստանի Հանրապետությանի երկու քաղաքացիներ, որոնց բերանը փակեցին, որոնք մտան ուրեմն Հովանավանք եւ փորձում էին կասեցնել այդ պղծությունը, փորձում էին աղաղակել, որ կարգալույց եղած Ստյոպիկը իրավունք չունի որևէ հոգևոր արարողակարգ իրականացնել, իդեպ տեղեկացնեմ, որ կարգալույց եղած Ստյոպիկի եղբայրը առ այս պահը վեհափարի ուրեմն գավազանակիրներից է եւ երեք նա հայտարարել է, որ դատապարտում է իր կարգալույց եղած եղբոր արարքը։ Այո, երկու արժանապատիվ հայեր փորձեցին Սուրբ Գիրքը խլել կարգալույց եղած Ստյոպիկի ձեռքից, բայց մենք տեսանք, թե ինչպես տրենիրովկա եղած ոստիկաններ եւ տարբեր անձիկ ընդհուպ բռնի ուժ գործադրելով քաղաքացիների հանդեպ, քաղաքացու հանդեպ ով ընդամենը ուզում էր Սուրբ Գիրքը վերցնել կարգալույց Ստյոպիկի ձեռքից, մարդկանց հրեցին դուրս, բայց միևնույնն է, փաստը ակներև է, փաստը բոլորիս աչքի առջև է, արժանապատիվ ժողովուրդը ցույց տվեց, որ ինքը պղծության չի մասնակցելու, իսկ ովքեր մասնակցեցին Հովանավանի պղծությանը, նրանք ցավով պիտի ասեմ, դուք չեք հասկանում, ինչ Աստծո անեծքի տակ եք դրել ձեզ, ձեր ընտանիքը եւ ձեր երեխաներին, բայց դա ես չէ, որ պիտի ասեմ, դրա գնահատականը մենք չէ, որ պիտի տանք, այսպիսի խոսք կա Աստծուց ստանաք եւ այդ պղծության համար բոլորը ցավոք սրտի ստանալու եք Աստծուց եւ ես խնդրում եմ Աստծուն, որ ստանաք դուք, ոչ թե ձեր երեխաները, որոնք մեղավոր չեն, որ դուք հանուն Նիկոլի պատրաստ եք ցանկացած պղծության մասնակցել։ Իմիջիայլոց, քանի որ հիշատակեցիք, որ քաղաքացուն բերանը փակում դուրս է հանում եկեղեցուց, մի քիչ առաջ Արդարադատության նախարար Սոֆի Գալյանը ազգային ժողովում ճեպազորեցի ժամանակ ասում է եկեղեցուց քաղաքացու բերանը փակ հանեն, ես նման կադրեր չեմ տեսել։ Բնականաբար իրանք նման կադրեր չեն տեսել, իրանք չեն տեսնում են կադրերը, ինչպես էին նախորդին հարձակվել լրագրողների վրա եւ ամենագրեհիկ սեռական հայհոյանքներն էին տալիս լրագրողներին Սյուզի Բադոյանին եւ մյուսներին, ովքեր ընդամենը փորձում էին պսակադրության ներկաներին ասել, որ ձեր երեխաների պսակը անեծքի տակ մի դրեք, որովհետեւ Ստյոպիկը կարգալույց է եւ նա իրավունք չունի որևէ կարգ անցկացնելու, բնականաբար ոչ Արդարադատության նախարարը, ոչ մարդու իրավունքների պաշտպանը այդ ամենը չեն տեսել, որովհետև նրանք մեկ մարդու նախարար են եւ մեկ մարդու պաշտպան են եւ այդ մեկ մարդու անունը Նիկոլ Վովայի Փաշինյանն է, բայց ես ուզում եմ անդրադառնալ մի աննախադեպ այլանդակության Կենար սրան զուգահեռ ուզում Տիկին Զորաբյան անդրադառնալ նաև, քանի որ առաջ ենք ունեցել խոսելու ազգային ժողովում են խայտարակ բառապաշարը, որ ամոթ է անգամ կրկնելը, որով Փաշինյանը խոսում էր վեհապարի մասին։ Այո, ասենք ես նույնիսկ որ որևէ խնդիր չունեմ, որևէ բառ կրկնելու, այդ բոսյակներ եւ այլն գանձագողեր խայտարակություններ են բառապաշարը, որով այս իշխանության ներկայացուցիչները Նիկոլը, Ալենը եւ մյուսը խոսում են վեհապարի Աստծո կողմից օծյալի եւ հավատացյալ ժողովրդի հոգեվոր հոր մասին, բայց ես նորից ուզում եմ հիմա, քանի որ մենք չենք կարող այս թեման շրջանցել, որովհետեւ դա անբարոյականության վերջն էր, թե ինչպես այս իշխանությունը սրբապիղծ ամենավերջի կարմիր գիծն էլ անցավ, իհարկե որ իրենք անցնելու էին ցանկացած կարմիր գիծ, ես դրանում 1 րոպե անգամ չէի կասկածում, բայց կային մարդիկ, որ ասում էին դե չէ, հո դա չեն անի եւ արեցին, մենք տեսանք, որ
իբր ինչ-որ մի տելեգրամ ալիքով տարածվեց այլանդակ ուրեմն կադրեր Արշակ Սրբազանի վերաբերյալ, ինձ բացարձակապես չի հետաքրքրում, ես դա արհեստական բանականությամբ է սարքված չի, որովհետև արհեստական բանականությամբ իհարկե ամեն մի սրբապղծություն հնարավոր է սարքել եւ ես ավելի քան վստահ եմ, որ ընտրական ցիկլին ընթരാճ իր բոլոր քաղաքական ընդդիմախոսների հանդեպ այս իշխանությունը անելու է նման սեռագար, նման սեռական բնույթի ապականություններ, բայց այստեղ խնդիրը դա չէ։ Կրկնում եմ, ինձ բացարձակապես չի հետաքրքրում դա սարքված էր, թե սարքված չէր, ի վերջո այդ խնդիրները եկեղեցու ներքին խնդիրներն են եւ եկեղեցին իր հոգեվոր խորհրդում այդ խնդիրները պիտի լուծի, բայց մենք հասկացանք, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը կարող է ցանկացածից անկողին մտնել, ով կարող է ցանկացածից երեխային պղծել, որի համար բարոյական որևէ կարմիր գիծ չկա, դուք պատկերացնում եք, Ալիևը հայտարարում է, որ ինքը շարունակելու է իր նվաճողական քաղաքականությունը, հա, ես հիմա կցիտեմ Ալիևի պատգամավորներից մեկին, իդեպ հենց Յենի Ադրբեջան խմբակցության պատգամավորին, ով 2 օր առաջ հայտարարեց, յուրաքանչյուր ադրբեջանցի պիտի իմանա, որ ցանկացած հայ պոտենցիալ ահաբեկիչ ու մարդասպան է եւ փոխանակ այս խնդիրներով զբաղվել, այս իշխանությունը մտնում է յուրաքանչյուրի անկողինը եւ շատ կարեւոր էր, որ հանրությունը ուղղակիորեն իր նողկանքը արտահայտեց տեղի ունեցածի հանդեպ, բացի իրենց սրբապիղծ պորնոգրաֆիկ ֆեյքերից, որևէ քաղաքացի, անգամ նրանք, ովքեր երբևէ ասենք, չգիտեմ, քաղաքական դիրքորոշում չեն հայտնել, անգամ նրանք, ովքեր այս իշխանության սատարողներն են, նրանք ասեցին, որ սա անբարոյական է, սա սրբապիղծ է, այս իշխանությունը այլևս ոչ մի տաբու եւ ոչ մի բարոյական գիծ չունի, եւ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ սրա նրա անկողինը մտնելը եւ այդ անկողինը հրապարակելը, դրանով ինքը ատելության մի կատաղի դոզա հերթական անգամ ուղղեց իր ընտանիքի եւ իր իշխանության հանդեպ, իրանք այդ այլանդակությունները պահել են, որ ընտրական փուլում ցփնեն, իրենք հասկացան, որ դրանով իրենք իրենց հանդեպ անտանելի, անտրամաբանական, զարհուրելի չափերի ատելություն գեներացրեցին եւ բոլոր նրանք, ովքեր գտնում էին, որ այո, եկեղեցում խնդիրներ կան եւ դրանք պիտի լուծվի, անգամ նրանք սատար կանգնեցին հայ առաքելական եկեղեցուն եւ ասեցին. իշխանություն դու փչացած ես, դու անբարո ես, որ կարող ես անգամ այդ դնոն, այդ անկումը, որ կարող է լինել անհատակ, որովհետև այս իշխանության բարոյական անկումը, այն հայտնի օրենքը կա, այն անկումը վակուումում, որին ոչինչ չի խանգարում, կոչվում է ազատ անկում, դուք ցույց տվեցիք, որ ձեր դնոն, ձեր անկումը անհատակ է, դուք անընդհատ անկում եք ապրում եւ դեռ չեք հասել վերջի հատակին, բայց այն ապտակը, որ այդ պորնոգրաֆիկ սրբապիղծ կադրերը դուք տարածեցիք եւ մտածում էիք, որ ժողովրդի մեջ ինչ որ դեպի ձեզ սատարող ուրեմն շարժում է առաջանալու, դուք տեսաք, որ ձեր հանդեպ ատելությունը ավելի բյուրեղացավ եւ ձեր հանդեպ նողկանքը ու ատելությունը ավելի մեծացավ։ Սա այս մասով ես Վարդան Ղուկասյանի հետ կապված կուզեմ խոսենք, նոր մեղադրանք են առաջադրել Վարդան Ղուկասյանին եւ Տիկին Կոստանդյանը փաստաբանները հազանգում էր, որ մոտ 2 ժամ եւ ավելի քիչ են տալիս փաստաբանները հանդիպեն Վարդան Ղուկասյանի հետ, խնդրեմ։ Հասկանալի է, որ Վարդան Ղուկասյանը չի լինելու ազատության մեջ մինչև ընտրական ցիկլը, ավելին այս process-ը, որ սկսել է Նիկոլը, ես նորից եմ կրկնում, նախորդին ազգային ժողովում ըստ էության ինքը անոնսեց, որ ընտրական փուլին չի թողնելու որոշ կուսակցություններ մասնակցեն եւ ես կարծում եմ հստակ հասկացանք, որ խոսքը վերաբերում է մեր ձևով շարժման մասին, ակնարկելով, որ պիտի նայեր որոշ
որոշ կուսակցություններ կա, որոնց ֆինանսավորումը թափանցիկ չի, ինչ որ արտաքին ինչ որ մատիկներ, ոտիկներ այդտեղ տեսավ, այո, անելու է, միջև ընտրություն, Նիկոլ Փաշինյանը փակելու է կուսակցություններ, ուրեմն ինչպես Վարդան Ղուկասյանին, ինչպես Սամվել Կարապետյանին, ինչպես վաղը հենց օդանավակայանում Նիկոլ Փաշինյանը կալանավորելու է Մասիսի ընտրված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, ով արժանապատվորեն տեղեկանալով, որ իր հանդեպ հարուցված քրեական գործի ուրեմն գրավը փոխված է կալանավորմամբ, ուրիշը լիներ կվախենար եւ Մոսկվայից հետ չեր գա, ինչպես մենք գիտենք շատերն են արել, բայց Դավիթ Համբարձումյանը հայտարարեց, որ Հայաստան վերադարձի իր տոմսը հոկտեմբերի 28-ին է, իր ծրագրերում ոչինչ չի փոխվել եւ ես գիտեմ, որ վաղը նա իջնելու է Մոսկվա, Երևան չվերթով Զվարթնոց օդանավակայան եւ հենց այդտեղ իրեն կալանավորելու են եւ տանելու են եւ ես գիտեմ, որ վաղը ժամը 18:00-ին բազմաթիվ քաղաքացիներ լինելու են Զվարթնոց օդանավակայանում իրենց աջակցությունը հայտնելու արժանապատիվ համայնքապետին Դավիթ Համբարձումյանին, ով հստակ ասեց գալու եմ, գնալու եմ կալանավորման եւ մենք բոլորս ես էլ բերթից պայքարելու ենք այս ռեժիմի դեմ, բայց ես հիմա հարց ունեմ, որտեվ շատերը ինձ հարցնում են, ես նաև փողոցում ինձ մարդիկ մոտեցան, ասեցին, ինչի համար է Դավիթը դատապարտվել 6 տարի 3 ամիս ազատազրկման, ասեմ, բռնվեք, չընկնեք։ 2018 թվականին, երբ այս իշխանությունը դագաղներով զավթում էր ուրեմն իշխանությունը փողոցում ապրիլի, կարծեմ ապրիլյան օրերին փողոցում ինչ որ միջադեպ է տեղի ունեցել եւ իբր Դավիթ Համբարձումյանը այդ միջադեպի մասնակիցներից է եղել, ասեմ, որ միջադեպին 4 տուժածները բոլորն էլ դատարանում ասել են, որ Դավիթ Համբարձումյանը որևէ մեղավորություն չունի, բայց մենք տեսնում ենք, որ այս իշխանության համար ուղղակիորեն թքած ունեն իրանք ամեն ինչի վրա, լավ, եթե 18-ին դագաղների իշխանազավթման ժամանակ տեղի ունեցած ինչ-որ միջադեպով հիմա տանում եք Դավիթ Համբարձումյանին վաղը օդանավակայանից տանելու եւ 6 տարի 3 ամիս կալանավորելու եք, բա լֆիկ Սամոյին ինչի չես տանում եւ կալանավորում Նիկոլ ամբողջ համացածը կադրերը, թե ինչպես 18 թվականի նույն օրերին, դագաղների իշխանազավթման օրերին Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը լֆիկը մասնակցում է այս կրտուքի, բա ինքը ինչի է ազատության մեջ, ինքը ազատության մեջ է նրա համար, որ ԿՊԱ-ականների գլխին զոնցիկ է բռնում, բա ուր մնաց քո ասած արդարադատությունը, 4 տուժող հայտարարում է, որ Դավիթ Համբարձումյանը որևէ անօրինական քայլ չի արել, իսկ համացանցում կադրերը ինչպես է լֆիկը սենց ձեռը քցած մեքենայի մեջ բամփում, բա ինչի իրան չես կալանավորում նույն հոդվածով, ինչով վաղը օդանավակայանից կալանավորելու ես Դավիթ Համբարձումյանին, որտև Դավիթ Համբարձումյանը ձեր գլխին զոնտիկ չի պահել ինչպես լֆիկը եւ Դավիթ Համբարձումյանը չի դարել քո կլանի անբաժանելի մասնակիցը ինչպես լֆիկը։ Ահա այս ամենը, սիրելի հայրենակիցներ, ինչ պիտի իմանալ այս իշխանության արդարադատության մասին։ Եվս երկու հարց, ուրեմն Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարում է, առաջին անգամ է, որ մենք բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն 1 տարի 8 ամիս Հայաստանում Ադրբեջանի սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել։ Այնուհետև, խնդրեմ նախ ուրեմն բանակում բեսպրեդելա, ես այդ թեմային քանիցս անդրադարձել ենք, զորակոչիկային տարիքի տղաների 70%-ը փախած է,
չի ծառայում եւ ստիպված ծառայության տանում են հիվանդների, ծառայության տանում են առողջական խնդիրներ ունեցողների, մենք տեսնում ենք այդ խայտարակ դեպքերը, տեսնում ենք ոչ կանոնադրական պայմաններում սպանությունները, ինքնասպանությունները եւ այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը ու Սուրեն Պապիկյանը խոսում են խաղաղության մասին, ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ նույն Նիկոլ Փաշինյանի անձնական ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը Դոյչե Վելեին տված հարցազրույցում կրկին ասաց, որ խաղաղության պայմանագիր ստորագրել դա դեռ չի նշանակելու խաղաղություն եւ հայտարարեց, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Ալիևը կրկին նախապայմանները առաջ քաշում եւ նորից ցիտեմ Ալիևի խորհրդական ուրեմն Հիքմետ Հաջիևին, ով կրկին հայտարարեց, որ միջև Հայաստանը չկատարի Ադրբեջանի բոլոր պայմանները, որևէ խաղաղության վերջնական ստորագրված փաստաթղթի մասին խոսք լինել չի կարող։ Դա մեր ամոթն է, որ Հովանավանքի պղծությունից հետո ադրբեջանական լրատվամիջոցները դուրս են գալիս ահա այս վերնագրերով հակինաս Ադրբեջանի հիմնական քարոզչական Ալիևի անձնական օգտագործման պաշտոնաթերթը Հովանավանքի պղծությունից հետո գրեց, վերջապես մեկնարկեց Փաշինյանի կողմից Էջմիածինը ազատագրելու գործընթացը։ Սա գրում է ադրբեջանական հիմնական լրատվամիջոց, իսկ ադրբեջանական մի այլ լրատվամիջոց, ուրեմն Ազ TV-ին գրում է Հայաստանում Նիկոլ Փաշինյանը սկսել է հոգևոր իշխանության դեմ կարևորագույն պայքարը։ Դուք պատկերացնում եք ինչքան ամոթ է, որ Ալաշուքյուր Փաշազադեի հրահանգով այս իշխանությունը պայքարում է հայ առաքելական եկեղեցու դեմ եւ աջակցություններ ծափեր ու բրավոներ ստանում է ադրբեջանական պետական քարոզչությունից, ադրբեջանական բլոգերներից եւ ծափեր ստանում է Ալաշուքյուր Փաշազադեից։ Սա մեր բոլորի ամոթն է, բայց ես նորից եմ կրկնում, գալու է օրը եւ մեզանից յուրաքանչյուրը մի բաժակ գինով եւ մի փոքր մյուրոնով մասնակցելու է Հովանավանքի խորանի մաքրազարդմանը, որովհետև այդ խորանը այլևս պղծված է կարգալույց Ստյոպիկի եւ տարբեր հերձվածողների կողմից։ Ամեն դեպքում նաեւ այս իրողությանը անդրադառնանք, որ իրենք փորձում են ամեն կերպ կերակրել, որ այնքան խաղաղություն են բերել, որ հեսա Ադրբեջանից հացել են բերելու։ Խնդրեմ։ Նախ Աբսուրդա չէ, սիրելի հայրենակիցներ, էկոնոմիկայի նախարարը Ալիևից է իմանում, որ ղազախական ցորենը Ադրբեջանով կարող է գալ Հայաստան, պատկերացնում եք, այսինքն փաստորեն ստացվում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Իլհամ Ալիևն է, որովհետև այդ լուրը լսելուց հետո է էկոնոմիկայի նախարարը ասում, հա, ինչի, բա կարա բան, այտենց բան կարող է լինել։ Այս ամենը ֆեյք խաղաղության ատրիբուտիկան է, որովհետև Նիկոլ Փաշինյանին պետք է կյանքի գնով վերընտրվել։ Ես ասել եմ եւ նորից կրկնում եմ, այն հիմնական քարոզչական թեզը, որ իր դոշին խփելու է Նիկոլը, ես եմ խաղաղությունը, մնացած բոլորը պատերազմ են, բայց մենք հիմա ասում ենք, քանի կա այս իշխանություն, պատերազմ ամեն օր լինելու է, հիշեք են զարհուրելի կադրերը, որ ընդամենը օրեր առաջ ԱՊՀ ինչ-որ միջոցառում, որը տեղի էր ունենում Բաքվում, եւ այդ միջոցառման հենց ամբողջ ուրեմն տեսանյութերը գնում էր բռունցքով, գնում էր, որ հայը մեր թշնամին է, գնում էր, որ մենք շարունակելու ենք զինվել, որովհետեւ ինչպես 2 օր առաջ ասեց Յենի Ադրբեջանի падգամավորը, յուրաքանչյուր ադրբեջանցի պիտի իմանա, որ ցանկացած հայ պոտենցիալ ահաբեկիչ եւ մարդասպան է եւ մշտապես պիտի պայքարի հայի եւ Հայաստանի դեմ, այնպես որ այն կուտը, որով փորձելու է կներեք այդ ձևակերպման համար ձեզ կերակրել Նիկոլը, որ ընտրեք ինձ, ես խաղաղություն եմ, Ալիևը քանիցս հայտարարել է, որ խաղաղություն
չի լինելու այնքան ժամանակ, մինչև մենք բոլոր խնդիրները, որ դրել ենք Հայաստանի առջև, իսկ բոլոր խնդիրները ասելով Ադրբեջանը կրկին ունի տարածքային նկրտումներ, այս անգամ էլ անկլավների տեսքով, մինչև մեր բոլոր խնդիրները չլուծենք եւ 300,000 ադրբեջանցի չվերադառնա Հայաստան։ Դուք պատկերացնում եք, ինչ է նշանակելու Ռամիլ Սաֆարովի 300,000 քույր եղբայր լինի այստեղ։ Դա նշանակելու է ներսից պայթեցնել Հայաստանը։ Այն համատարած անհանդուրժողականության մթնոլորտը, սպանություններ, դանակահարություններ, մահեր, ծեծկռտուք, այս ամեն ինչը որ կա այսօր երկրում, մենք տեսանք, չէ, Հովանավանքում ինչպես էին կենտրոնացրել ամբողջ ուժայիններին, ոստիկանապետն էր մինչև անգամ այնտեղ, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ակնհայտ է, որ Նիկոլը փորձելու է վերընտրվել բացառապես տերորով։ Ես դրա համար եմ ասում, որ ընդդիմադիր ճակատը ոչ թե պիտի թիթեռ նկարելով զբաղվի, այլ պիտի հասկանա, որ այս իշխանությունը իրականում չունի ժողովրդի վստահություն։ Այս իշխանության հենարանը կարմիր, սև, առանժվի եւ յոթնագույն բերետավորներն են, բայց ցանկացած պահի, երբ որ նրանք տեսնեն ժողովրդի իրական ընդվզում, 1 րոպեում կանգնելու են ժողովրդի կողքը։ Ուստի եւ հարգարժան ընդդիմադիրներ, դադարեցրեք թիթեռ նկարել, դադարեցրեք անիմաստ հանրահավաքներ եւ ոչինչ չասող հանրահավաքներ արեք, ձևակերպեք 1 օրակարգ, օր առաջ հեռացնել այս իշխանությանը, որովհետև եթե Նիկոլը հասավ 26-ի հունիսի 7-ի հերթական ընտրության, նա միանշանակ քարտ բլանշ ունի Արևմուտքից, Ադրբեջանից եւ Թուրքիայից, ինչպես նաև ունի Ռուսաստանի տոտալ լռությունը կեղծել ցանկացած ընտրություն, ընդཐուպ ձերբակալել ում ուզում է, ընդཐուպ փակել ցանկացած կուսակցություն, նրան պիտի հեռացնել մինչև 26 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունը։ Այսօր հոկտեմբերի 27-ն է Տիկին Զոհրաբյան, եւ ըստ էության հոկտեմբերի 27-ի իրական շահառուները ինչ չկարողացան անել 2008-ին, հետագայում արեցին, ու այսօր ունենք այս իրականությունը, կորսված Արցախ, Զանգեզուրի Միջանցք, մահեր, զոհեր, Այո, նրանք ովքեր կանգնած էին հոկտեմբերի 27-ի հետևում, նրանց նպատակը ահա այսպիսի թուրքա հպատակ Հայաստան ունենալն էր, ինչը մենք հիմա տեսնում ենք, որ այս իշխանությունը իրականացնում է շատ, գիտեք, ցավալի է, մենք բացել էի 3 Աստվածաշունչը, բացել էի 3 սուրբ գրքերը եւ նորից կարդում էի Սոդոմ Գոմորը եւ մենք հասկանում ենք, որ մենք հենց հիմա, հենց այս պահին Սոդոմ Գոմորի մեջ ենք ապրում, բայց ելք կա եւ ելքը ընդդիմության համախմբումն է եւ ելքը ընդդիմության իրար տակ չփորելն է եւ ելքը մեր միասնականությունն է, որտեղ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հարցվածներից 10-ից 8-ը ատում է այս ռեժիմը, իսկ դա իրական ռեսուրս է, մեկը չփորձի ժողովրդին մեղադրել, մենք տեսանք, թե ինչպես 3-ի պատասխան Հովանավանքի պղծության Հայաստանի բոլոր եկեղեցիները լեփլեցուն էին, ես ինքս պատարագին մասնակցել եմ Աբովյան փողոցում, Սուրբ Աննա եկեղեցում եւ այնտեղ ներսում ու դրսում շատ ավելի մարդ կար, քան Հովանավանքի պղծության բերվածները, այնպես որ որևէ մեկը ժողովրդին չմեղադրի, մեզ պետք է ուժեղ, պինդ, վստահելի ընդդիմադիր առաջնորդություն։ Իմիջիալես մի քիչ առաջ մեր գործընկեր Անին գրառում էր արել, որ մանկապարտեզներից մեկից երեխան դուրս է եկել եւ կորել է, թե Զովունու դպրոցից առաջին դասարանի երեխան դուրս է եկել կորել է, ամբողջ գյուղը բան է գալիս, իսկ տարածքում մի ոստիկան էլ չկա, Փառք Աստծո երեխան գտնվել է, բայց միայն երեխայի գտնվելուց հետո են ոստիկանները ժամանել։ Դե բնական է, որտեղ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ուր գնում է, բաղնիկ, տուալետ, չիփս ուտելու, պիցա ուտելու, Հովանավանքի պղծությանը մասնակցելու, Հայաստանի Հանրապետության ողջ գունավոր բերետները այնտեղ են լինում եւ դրա համար է Հայաստանում
10 անգամ աճել 18 թվականից այս կողմ ծանր հանցագործությունների թիվը եւ դրա համար 18-ից այս կողմ 220,000 հանցագործություն տեղի ունեցել եւ դրա համար ամեն օր սպանություն, ամեն օր գնդակահարություն, ամեն օր դանակահարություն չկա ոստիկան, որովհետեւ ոստիկանները զբաղված են Նիկոլի կորտեժի կողքերից վազելու, չկան քննիչներ, որովհետեւ ամեն մի ընդդիմադիրի գործ քննում է 55-ից 60 քննիչ, օրինակ Սամվել Կարապետյանին, օրինակ Սրբազանների գործը, դրա համար այս սպանությունները, նարկոտիկը, դանակահարությունները Հայաստանը դարձրել են Կոլումբիայի ու Սիցիլիայի ֆուլ մրցակիցը։ Եվ ստեցա, երբ Փաշինյանը խոսում է, որ սահմանի զոհեր չկան, զոհերը երկրից ներսում են։ Իհարկե։ Գնդակահարվում է Իհարկե։ համայնքապետը։ Իհարկե, ինչի մասին է խոսքը, զոհերը երկրի ներսում են ամեն օր, մենք տեսնում ենք զոհեր, ամեն օր մենք տեսնում ենք դժբախտ պատահարներ, ամեն օր մենք տեսնում ենք ինքնասպանությունների թիվը զարհուրելի է եւ նայում ես վիճակագրություն ինքնասպանությունների, ինքնասպանվողների գերակշիռ մեծամասնությունը ակտիվ տարիքի տղամարդիկ են եւ երբ որ բացում ես պատմությունները կամ գումար են խաղում, չեն կարողանում ինքնասպան են լինում կամ նարկոտիկ, բա այս նարկոտիկի դեմ պայքարը ով է տանելու, բա այս շահումով խաղերի, այս այլանդակ, այս կազինոների ու շահումով խաղերի դեմ պայքարը ով է տանելու, որ ընտանիքներ են քանդվում եւ երիտասարդներ են ինքնասպան լինում, սա է ապագական, սա է ժողովրդավարությունը, չէ սա անդունդա, որը մենք անպայմանորեն կասեցնելու ենք։ Եվ ամփոփելով Տիկին Զոհրաբյան, քանի որ դուք իրեն գիտեք, այո, ինչ է եղել, չի բավարարվել երեկվա այդ ոչ, ինչ է անելու Գալետ Կիրակի։ Անելու է ամեն ինչ, ես Նիկոլ Փաշինյանին լավ գիտեմ, նույնիսկ եթե ինքը գիտի, որ ինքը անում է խայտարակ բան, նույնիսկ եթե անգամ ինքը գիտի, որ ինքը գնալու է պրավալի, նույնիսկ անգամ ինքը գիտի, որ իր հետ կործանման տանելու է մի սեգմենտ հասարակության, մի ողջ ժողովուրդ, մի ողջ երկիր, ինքը մոլագարի նման գնալու է եւ անելու է, Նիկոլին քիչ քննարկենք, ինքը իր մտքերի մոլագարն է, պարզապես իր ձեռքը պիտի բռներ ժողովրդի հետ միասին։ Ես եմ շնորհակալ։ Եվ Տիկին Զոհրաբյան, Սասուն Միքայելյանն էր եռաբլուրում, եւ ինչ ասում, եթե Վազգենը ողջ լիներ, Ղարաբաղի հետ չէր լինի, այն ինչ եղավ, ու նաեւ իր խոսքում ասում է, եկեղեցին գոնե մեզ ուղին, մենք ենք ուղում, խնդրեմ։ Յա, Սասուն, այդ քեզ ինչ եղավ, որ դուրս ես եկել Նիկոլ Փաշինյանի դեմ, բա Նիկոլ Փաշինյանն ասում էր Արցախը 91 թվականի Ալմաթիի հռչակագրով է հանձնված, բա չես վախում, մի հատ էլ Նիկոլը քեզ բամփի նրա համար, որ ըստ էության հայտարարում ես, որ Նիկոլն է հանձնել Արցախը։ Այո, ճիշտ ես անում, դու ես հանձնել Նիկոլի հետ միասին Արցախը, դու հանկարծ մենակ Նիկոլի ջեբը չգցես։ Բայց նաև ասում է, որ հարց են տալիս ինչու ասած Արցախը Հայաստան է եղել, ասում է դե հիմա մարդը մի բան ասած։ Դե գիտեք, ասում եմ, Արցախը հանձնել ես դու, Սասուն Միքայելյան, Նիկոլի եւ քո ռեժիմի հետ միասին եւ ճիշտ ես ասում, որ եթե Վազգենը լիներ կամ ձեր աղետաբեր իշխանությունը չլիներ եւ շարունակվեր են բանակցային process-ը, որը տարվում էր, այո, Արցախի իրավական կարգավիճակը որոշվելու էր իրավական ուժ ունեցող հանրաքվեով եւ Արցախը չէր լինելու Ադրբեջան։ Շնորհակալ